երբ որ միմյանց կեղծարար դերասանական ինչ-որ sense փոխադարձ վիրավորանքներ ունեցին, ասաց ես վիրավորելու միտում բացարձակ չեմ ունեցել։ Եկել մոտեցել էր այնուհետև նշվածը ինձ փոխանցեց։ Ես բոլոր դեպքերում հետևյալը կարող եմ ասել, որ առնվազն այն ինչ կատարել են իրենք, պատշաճ վերահսկողություն չիրականացնելով ընտրությունների ընդհանուր գործընթացի նկատմամբ, այնինչ կատարվեց վարչական դատարանի վճիռը չկատարելու միջոցով վերաքվեարկության հետ կապված, որտեղ բառացիորեն գրված էր, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստիպված է լինելու իրականացնել վերաքվեարկություն։ Այդ ամենը ընտրակեղծարարության հետ կապ ունի, թե ոչ։ Ես գտնում եմ, որ իհարկե ունի։ Այլ հարց, ես որպես կանոն իմ գնահատականներում մշտապես փորձում եմ շատ ավելի զուսպ եւ կոռեկտ լինել, բայց ոչ միշտ է այդպես նաեւ լինում, միգուցե։ Բայց ընդհանրապես գտնում եմ, որ սահմանադրական դատարանում նաեւ գնահատականները առավելապես լինում են իրավական տիրույթ։ Ես իդեպ առիթից օգտվելով նաև ձեր միջոցով, հարգելի գործընկերներ, մեր հայրենակիցներին փոխանցեմ որոշակի առումով մեր ներողամտությունը, եթե իսկապես բառամթերքը, տերմինները մի քիչ շատ իրավական են եւ ինչ որ առումով նաև միգուցե հետաքրքիր չեն լինում, բայց հավատացած եղեք, որ դրանցից յուրաքանչյուրը հետագայում նաև շատ ավելի մանրամասն մենք առիթներ կունենանք ներկայացնելու։ Ուղղակի քանի որ սահմանադրական դատարանը իր որոշումներում էլ հենց այդպիսի բառամթերք է օգտագործելու, դրանով է նաև պայմանավորված, ինչի ենք մենք մեր փաստարկները շատ ավելի նման ձևով կառուցում։ Ձեզ բավարարում է ՀՀ-ի նախագահի պատճառաբանությունը հատկապես այն հարցերին, երբ որ հարց հնչվեց, որ չեք տիրապետել փաստորեն իրավիճակին, երբ որ ժամը 8-ից հետո քվեարկությունը շարունակվել է, իր պատասխանը ձեզ բավարարեց։ Տեսեք, այստեղ պատասխանը դնենք մի կողմ, նայենք իրավական կոնկրետ փաստերով։ Ով է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար, Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները։ Ով է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպվի ընտրական տեղամասում ընտրության քվեարկության գործընթացը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երրորդը արդեն բացահայտում, որը տեղի ունեցավ սահմանադրական դատարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից, ում միջոցով ընտրական տեղամասի պատասխանատուի միջոցով, ով իդեպ հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Իդեպ ներողություն եմ խնդրում, ես նաև հարց ու պատասխանի ձևաչափում կատարել եմ պնդում հետևյալ բովանդակությամբ Վահագն Հովակիմյանը որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չի կարող լինել անկախ եւ անաչառ, օբյեկտիվորեն չի կարող, ելնելով նրանից, որ վերջինս ոչ թե մի կուսակցության անդամ է եղել նախկինում, հիմնադիր անդամ է եղել, եթե իսկապես սուբյեկտիվ ընկալման մեջ դա մարդու համար նշանակություն չունի, դա էլ է խնդիր։ Ու ինքն էլ քվեարկել է։ Իհարկե։ Երբ Վահագն Հովակիմյանը ասում է, այո, եղել են թերություններ, բայց դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել ու պահանջում է, որպեսզի չընդունեն։ Հիմքերը ո՞րն են։ Նա չի մանրամասնում նույնիսկ ինչ թերություններ են եղել։ Մեզ ասում է, այդ թերությունները դուք եք տարածել։ Գիտեք, իրենք ընդունել են սահմանադրական դատարանում քննության ընթացքում, որ ընտրախախտումներ եղել են։ Իրենց դատողությունն այն է, որ դրանք էական ազդեցություն չեն ունեցել։ Մենք ասում ենք, որ իհարկե ունեցել է էական ազդեցություն, բայց կարևոր հանգամանք, ով է ամբողջությամբ կիսում ԿԸՀ-ի դիրքորոշումը, որ խախտումները որպես այդպիսին էական ազդեցություն չեն ունեցել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Ընդհանրապես իրավիճակը այդ, երբ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է մասնակցում եւ Վահագն Հովակիմյանն է մասնակցում, սա էլ է խնդիր։ Պատկերացրեք, սահմանադրական դատարանը Վլադիմիր Վարդանյանի մասնակցությունը անհնարին համարեց, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ միայն Վահագն Հովակիմյանը պետք է իրենց ներկայացնի սահմանադրական դատարան։